Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հայր Տեր Վրդանես Բաղալյանը։ Օրհնեցեք Տեր հայր։ Ուզում եմ նախ ձեր առողջությունից հարցնել, ինչպես եք։ Անչափ շնորհակալ եմ նախ հրավերի համար։ Առողջությունս փառք Աստծո, բավական լավ է։ Փառք Տիրոջը, որ մեր տաճարի հետ ներխուժման փորձի ժամանակ այնտեղ էինք եւ ականատես եղանք ինչպես են փորձում հարվածել մեր տաճարի դռներին եւ ներխուժել եւ բարգացանք, անտարբեր չեղանք մեր տաճարի դռներին ձեռքով եւ ոտքով հարվածներին եւ այդտեղ սուր ինֆարկտ ստացա եւ որի արդյունքում սրտիս 5 ստենտներ տեղադրվեց։ Հավանաբար Աստծո կամքով էր, որովհետև եթե իմ ծառայության վայրում, Ամբերդում, Անտառուտում կամ Բյուրականում լինեի, որտեղից մոտակա հիվանդանոցը 1.5 ժամ է, կարող է սուր ինֆարկտից հետո հիվանդանոց չհասնել, բայց փառք Աստծո ժամանակին հասա հիվանդանոց եւ այնտեղ էլ շնորհիվ մեր հրաշալի բժիշկների Էջմիածնի Մաստերմերտ հիվանդանոցում եմ եղել, ստենդավորվեց սիրտս եւ հիմա ես ինձ շատ լավ եմ զգում։ Նախկինում ճնշման բարձրություն ունեի, հիմա ճնշումս նորմայի մեջ է եւ շատ շնորհակալ եմ եւ բժիշկներին եւ բոլոր այն մարդկանց, որ օգնեցին շուտապույտ ինձ հիվանդանոց հասնել։ Շատ լավ է, հիանալի է, որ առողջությունը ձեր լավ է, բայց քանի որ հիշեցիք այդ տհաճ իրավիճակը, վերջերս երբ որ լրագրողները մասնակցում են պատարագին, շատ հաճախ տեսնում են այն մարդուն, ում հետ կապված վերջին օրերին շատ է քննարկումները օպերայի աշխատակիցներից, նա չի համարում իրեն տնօրենի տեղակալ, ասում ես տնօրենի տեղակալ չեմ, խոսքը Դուրգարյանի մասին է, նրա մի արտահայտության մասին եմ ուզում խոսենք, նա ձեր հետ կապված ասում է, որ տեսեք, ես շիրմաքարիչա, իսկ Տեր հայրը այնտեղ կանգնած մնաց, նաև կներեք, մեջբերում եմ ուղիղ նրան, ասում է, որ Աստծո պատիժն էր, որ այդպիսի իրավիճակում դուք հայտնվեցիք։ Ինչ կասեք այս ամենին։ Ասեմ, Վրեժ Դուրգարյանը ինքը ամոթ է, որ օպերայի փոխտնօրեն է։ Ես նախ այդ օրը չեմ իմացել, որ ինքը փոխտնօրեն է։ 3 անգամ իրեն ներքևից խնդրեցի քաղաքավարի, որ ցած իջնի, բայց ինքը հայրեն խոսք հասկանալու անընդունակ անձնավորություն էր, անըսթափ վիճակում էր ինքը։ Ես ստիպված բարձացա վերև, ուսից ուղակի քաշեցի, իջեցրեցի ներքև իրեն, դե բնականաբար իրեն իջեցնելուց հետո իրենից հետո դեռ պիտի վերևը լինեի եւ իրենից հետո պիտի իջնեի, այսինքն չէի կարող իրեն իջեցնեի, միաժամանակ ես իջած լինեի, իրենից հետո եմ իջել բնականաբար, բայց իր անլրջության վրա զարմանում եմ, այդտեղ հավանաբար ինքը առաջնորդում էր օպերայի բեմի բանվորների խմբին եւ ձեռքի շարժումով, որ հրեք, հարվածեք, մտեք ներս, այսինքն խուլիգանության էր դրդում իր ենթակայությամբ եղողներին։ Եվ նաեւ տեսանք օպերայի, նաեւ տնօրենի, իր ազգականի այդ հարցազրույցը այդ թեմայով եւ հասկացանք, որ ինքն էլ լրջությամբ չի փայլում, ում իր ազգականի խուլիգանական արարքները փորձում է ամեն կերպ արդարացնել, հասկացանք, որ իրենք իրենց տեղում չեն։ Իրենք մշակութային ոլորտում լինելու եւ մշակույթ ղեկավարելու անկարող անձնավորություններ են օպերայից, մշակույթից, ազգային հոգեվոր մշակութայից հեռու մարդիկ են, իրենք կարող են իշխանություններին գցնեն, շողոքորթեն, որովհետեւ իր ելույթից Կարեն Դուրգարյանի մանավանդ հասկացա, որ ինքը այդ շողոքորթ տեսակից է, խափող տեսակից է, այն ստոր տեսակից է, որ կարող է ուրիշներին մեղադրել, նախկինները էսպես, այնպես, հիշեց մի նախկին պաշտոնյայի ժամանակ, անկեղծ ասեմ իր հիշատակած պաշտոնյան շատ ավելի առաքինի, շատ ավելի բարոյական արժեքներ ունեցած, թեկուզ իր այն նշած, որ նախկինների օրոք էսպիսի պաշտոնյա կար, շատ ավելի արժանապատիվ անձնավորություն է եւ ավել ասեմ, այդ իր հիշատակած անձնավորությունը բամբասկոտ չէ, ասենց հետևներից մարդկանց խոսող չէ, կեղծիք հանորենությունը արդարացնող չէ, բավական լուրջ արդարության, օրենքի, ճշմարտության սկզբունքներ ունեցող մարդկանց մասին էր խոսում եւ բնականաբար, որ իրենց տեսակետին, ասենք, կարող է նաեւ իմ մասին վատ բաներ խոսել, նույնիսկ այն իրավիճակը, որ իրենք ուղակի ասեմ հարվածում էին Մայրաթորի մշակութային մեծարժեք դռներին, բարձրացել էին տապանակարը, այդ ամեն ինչի տեսնելով եւ իմ բարկանալը իրենք կարող են ներկայացնել որպես իմ մեղք
դա իմ մեղքը չէր բնականաբար, բայց փառք Տիրոջի ես նաև անտարբեր չէի, բարկացա, բավական շատ բարկացա, հավանաբար այդքան պիտի չբարկանայի, ուղղակի որ տեսնում ես մարդ հարարածը կարող է ինչքան ցածր ընկած լինի, այսպես հավասարված անասունների մակարդակի եւ քացով խփի մայր տաճարի դռներին ձեռքով, ոտքով, հայոյալից նշաններ ցույց տա ձեռքերով, հայոյանքներ ասի այդ սուրբ վայրում, մենք այդ մայր տաճարի դռները համբուրում ենք, այդ շիրիմների խոնարհումը համբուրում ենք, այդ միջավայրում մենք փորձում ենք մեզ շատ կոռեկտ պահել եւ այս միջավայրում կարող են լինել իրենց նման ազնվորություններ, բայց փառք Աստծո ամբողջ այդ բացի այդ հարբած ամբողից կողքը կար նաև եկեղեցու աջակիցների մեծ բազմությունը, մոտ 3000 մարդ էր հավաքվել Վեհափառ Հայրապետին, Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ ուխտապահ հոգեվորականներին աջակցելու եւ տեսանք այդ մարդկանց բարձրությունը։ Կարելի ասել իրենք կարող էին օպերայում լինել, որտեղ հրաշալի երգեր էին երգում, հոգևոր երգեր, ազգային երգեր էին երգում եւ հայոյանքներին ի պատասխան միայն Վեհափառ էին բարձրաձայնում, չիշնելով այդ հայոյալից ամբողի, հարբած ամբողի եւ տեսանք, որ այդ հարբած ամբողին նաեւ առաջնորդում էին հարբած առաջնորդներ, ինչպիսիք էին մեկը հենց Դուրգարյանը, մյուսը Տավրոս Սաֆեյանը, Կարեն Պետրոսյանը, Ստեփան Ասատրյանը, Արամայիս Թոխմասյանը եւ այն տիրադավ եպիսկոպոսները, որոնք Գայանեի եկեղեցու ու վանատանը արդեն հարբել էին եւ այդ հարբած վիճակով հարբած ամբող էին առաջնորդում Մայրաթոր Սուրբ Էջմիածին եւ կարող էին, եթե հակընդդեմ հավաք տեղի ունեցած չլիներ, կարող էին ներխուժել Վեհարանք, այ մայր տաճար եւ դրանից հետո ոստիկանների աջակցությամբ նաեւ մնալ այդտեղ եւ կոնֆլիկտ հրահրեր։ Հիմա շարունակվում է այդ ամեն ինչը, նկատի ունեմ իշխանության եւ այդ եպիսկոպոսների արշավը Վեհափառի դեմ, եկեղեցու հայրերի դեմ եւ վերջերս վերջին օրերին շատ է խոսվում արդեն այն թեմերի քահանաների ճնշումների մասին, որոնց թեմական առաջնորդը միացել է Նիկոլ Փաշինյանին։ Օրերս Մասյատյոտնի թեմի եղավ տեղեկություններ, որ քահանաներին եկել են վարչական ղեկավարների կողմից ճնշումներ են գործադրել, որ պետք է միանան Փաշինյանի օրակարգին։ Այս առումով դուք ինչ ահազանգեր ունեք, ինչ եք ընդհանրապես մտածում, այսպիսի ճնշումները ինչի են հանգեցնելու։ Ի վերջո, նաև քահանաները այս փուլում գոնե բավականին խոցելի իրավիճակում են հայտնվել, որովհետև նախ իրենց թեմական առաջնորդն է Փաշինյանի կողմից եւ երկրորդը նաև իրենք Փաշինյանի եւ իր իրավական համակարգի ճնշումների կամ վարչական ղեկավարների ճնշումների տակ են հայտնվել։ Նախ օրակարգը կուզեմ ասել դրսից ուղղորդվող օրակարգ է Էրդողանից, Ալիևից, Փաշազադեից ուղղորդվող եւ նրանց հայտարարություններին համահունչ այստեղ նորից բռնաճնշումների ալիք է բարձրանում։ Տիրադավ եպիսկոպոսները այդ օրակարգի, այսպես ասեմ, թելադրողները չեն, Հայաստանյան այդ հակաեկեղեցական օրակարգի հիմնական թելադրողը Նիկոլ Փաշինյանն է։ Տիրադավները այստեղ կարելի ասել իրենց տիրադավ լինելով, ուխտադրուժ լինելով հանդերձ, իրենք այդ օրակարգի կարելի ասել գործիքներ են, միջոց են Նիկոլ Փաշինյանի համար եւ իրենք հայտնվել են այդ կարգավիճակում Նիկոլ Փաշինյանի իրենց դեմ կուտակած կոմպրոմատների, շանտաժի, ահաբեկման, ինչպես այսօր տեսնում ենք արդեն քահանաների նկատմամբ այդ ոստիկանական, նաև համայնքապետերի կողմից, որ կանչում են, հանդիպում են, սպառնում են, այս երևույթը արդեն տիրադավների նկատմամբ կիրառվել է, Գևորգ Սրբազանի նախկինում գիտենք, որ նոր հայրապետ, նոր Հայաստան այդ շարժման ժամանակ բացահայտել էին իր անվարո կերպարը եւ այդ մասին նաև համացանցում նյութեր էին դրել, այսօր ինքը ասում է ինչու է Վեհափառ Հայրապետը այդ օրինակ պաշտպանում Արշակ Սրբազանին, չնայած Վեհափառ Հայրապետը Արշակ Սրբազանին չի պաշտպանում, այլ պաշտպանում է մարդու անմեղության կանխավարկածը, որովհետև բոլորս էլ գիտենք, որ այդ տեսանյութերը կեղծ են, տեսանելի աչքով պարզ երևում են, բայց Գևորգ Սրբազանի դեմ ավելի հեռախոսազրույց կա, ավելի հիմնավոր կերպով, որտեղ հստակ երևում է իր ձայնը, իր խոսելու ոճը, ասենց յուրահատուկ առանձնացող, եւ տեսնում ենք, որ
հասարակության որևէ անդամներից շատերի մոտ կասկած չկա, որ այդ հեռախոսազրույցը հենց իր հետ է։ Անցյալ օրն էլ մեկին հանդիպել եմ, ասում է ես էլ եմ վեհապարին դեմ, ասում եմ ինչու ես դեմ, ասում է այդ տեսներին ժամանակին եկեղեցում պարտակելու համար։ Իդեպ այդ քննադատությունը հաճախ են, չէ՞։ Եվ ասում եմ, ինչ որ որևէ բան կարող ես ասել, որ վեհապար Հայրապետը այնպես չի արել, որ պիտի անի, եւ միակ բանը, որ այս մարդը կարողանում էր բերել, օրինակի համար հենց Գևորգ Սրբազանին ժամանակին իր ասելով պարտակելու համար, Նավասարդ Սրբազանին այսպես ասեմ, հանդուրժելու երկար տարիներ, ինչու որ ինչու վեհապարը ժամանակին այդպիսի հոգեվորականների պահել է եկեղեցում։ Բայց անկեղծ որ ասեմ, նմանները նաև բազմերես են եղել, օրինակ Բենթլիի անկումից հետո գնացել ասել է Բենթլին բաժարել եմ, գումարնել բաժանել եմ աղքատներին, ին ասենք սենց խափելով կամ օշորի մեջ լինելու պարագային գնաց ասել է ես օշորում չկամ, թող մեղքս դատարանը հաստատի վրաս, պաշտոնից կհրաժարվեմ, աստիճանից կհրաժարվեմ, այսինքն իրենք վեհապար Հայրապետի մոտ երբ որ գնացել են ուրիշ տեսքով են իրենց պահել, մոտավորապես գիտեք իրենք ինչպես են ժամանակին մինչև Տիրադավ դառնալը պահել վեհապար Հայրապետի մոտ, ինչպես այսօր Նիկոլ Փաշինյանի մոտ են պահում։ Վազգեն Սրբազանի ելույթը լսեցի, ասում եմ, հիացա, հուզվեցի, լսեցի 25-րդ Սաղմոսը, բան ու պարզում է arczepiskopos առաջի անգամ Սաղմոս է լսում, հուզվել է, զարմացել է, կամ օրինակ ասենք Տիրադավի այդպես եպիսկոպոսներից մեկի ենթակայությամբ մի քահանայի, որի ձայնը երբեք չենք լսել, այն օրը հայտարարություն է անում, ասում եմ մենք ուզում էինք ավետարան քարոզեինք, բայց մեզ սենց մայրաթորից ասում էին 26-ի կամ չգիտեմ 30-ի ընտրությանը պատրաստում ենք բան, այսինքն իր չարածներն այնպես է ներկայացնում, որ ինքը ուզեցել է Քրիստոսի Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության, չգիտեմ համբարձման, վերափոխման Աստվածամոր, խաչվերացի տոնի խորհուրդները սենց մեկնի ազգին գնա ասենք տնետուն քարոզանի, բայց մենք իրեն խոչընդոտել ենք կամ մայրաթորը իրեն խոչընդոտել է կամ տեսնում ենք այն հերյուրանքների, զրպարտանքների այդ մեծ դոզան, այն բոլոր հոգևորականների նկատմամբ, որոնք իրենց ուխտին հավատարիմ են։ Եվ մեկ էլ տեսնում ես այս նույն հոգևորականը, երբ իր ասենց կոմպրոմատների, շանտաժի, ոստիկանական այս ճշմարտ տակ ընկճված միանում է Նիկոլ Փաշինյանին, մի անգամից Նիկոլ Փաշինյանը լուսեպսակը դնում է գլխին, Ալեն Սիմոնյանն էլ ասում է գիտեք, որ կճեանով եմ դիմել, տգետ եմ եղել, չեմ իմացել, որ Նավասարդ Սրբազան է, կուզեմ ասեմ այդ քպական, այդ մասային, որ դուք հիմա էլ եք շատ տգետ։ Այն մարդիկ, որ փորձում են կտրիչով կամ կտրիչով ավելի շատ իրենց կրտրամակարդակը նույնիսկ ճեին չի հասել, այն օրը նայում եմ Պաշտպանության նախարարի անլուրջ ելույթը, որտեղ կտրիչ բառն է օգտագործում, երբ որ պիտի նույնիսկ չ ասի, եւ ամբողջ տակի մեկնաբանությունները մոտ 200 մեկնաբանություն կար, երևի 150-ը գրել էր, որ մի քիչ կտրիչ լինեիք, ձեզ էլ չէր խանգարի Ալիևի, Ադրբեջանի, Թուրքիայի հայտարարություններին պատասխանելուց կամ Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելուց։ Այսինքն իրենց կտրիչությունը չէր խանգարի արտաքին հարցերում կտրիչ լինելու եւ իրենք կարող էին կտրիչ լինել, որ այս մեծամասշտաբ sense ներդրումները ոնց որ անում են ոստիկանների բարեփոխման կամ ոստիկանական տարբեր ստորաբաժանումներ, sense կառուցելու, հիմնելու, սրանց հնարավորություններ ընձեռելու փոխարեն, եթե այս նույն ներդրումները իրենք անեին բանակաշինության մեջ, իրենք ավելի համարձակ կլինեին, իսկ ոստիկանական ուժերի վրա ծախսած այս մեծ միջոցները եւ ոստիկանություններում ունենալով իր բարձրաստիճան կամակատարները Նիկոլ Փաշինյանը ավելի իրեն վատ է պահում, առամարանքով է մոտենում սահմանադրությանը, օրենքներին եւ տեսնում ենք իր կամայականությունները, կարծես քնչականը, դատախազությունը, արտարադատության նախարարությունը լինեն Նիկոլ Փաշինյանի փաստաբանները եւ կամակատարները։ Եվ տեսանք, ասենք օրինակ Արման Սարոյանով են դիմումին Արմավիրի դատանը ինչքան արագ մեկ օրում ընթացք տվեց, այն դեպքում, երբ որ այդ դիմումը ուղղակի պիտի չվերցվեր, որովհետև Հայաստանի Հանրապետության օրենսդրության հետ կապ չունեցող եկեղեցու ներքին
հարցերին եւ վեհապարի տնօրինության շրջանակում եղող խնդիր էր եկեղեցու ներքին կյանքին վերաբերող եւ Չնայած այդ մտահոգություններին եւ այդ խնդիրների բարձրացմանը, որ եկեղեցուն հարցերին իշխանությունը Փաշինյանը իրավունք չունի խառնվելու։ Փաշինյանը շարունակում է իր ճանապարհը եւ իր այսպիսի մեթոդներով, ճնշումներով ուզում է ինչ որ ձևով ամեն դեպքում հասնել վեհապարի, ասում է քրիստոնեաբար հեռացմանը։ Հասկանան քրիստոնեաբար հեռացումը որն է, եթե ըստ հոգևոր բոլոր օրենքների, ըստ եկեղեցու մեր բոլոր օրենքների վեհապարը չի կարող հեռանալ, եթե ինքնակամ չգնա, այսինքն կամ ինչ որ հանգամանքներից ելնելով։ Ի վերջո, այս փուլը, այս ամեն ինչը ուր է տանում։ Չի նահանջում Փաշինյանը, եկեղեցին վեհապարը անսասան իր տեղում են։ Ինչ է լինել։ Այդ էի ուզում հենց ասել, որ այդ ոստիկանական մեծաքանակ ուժերի ստեղծումը եւ ոստիկանական ուժերով հասարակությունից արդեն կտրված, օրենքից, սահմանադրությունից կտրված լինելը Նիկոլ Փաշինյանին բերում է այն կարգավիճակում, ինչպես սովորաբար ասենք փողոցում խուլիգաններ են լինում, ֆիզիկապես ուժեղ, իրենք ասենց կներեք արտահայտությանս համար փողոցի բառերով ասեմ, քյալմախ են լինում եւ չեն ունենում արդարության, օրինականության սկզբունք։ Ինքը նման մեթոդներ է կիրառում այսօր կամ այսպես ասեմ հակասահմանադրական, հակաօրինական միջոցներով փորձում է եկեղեցին կազմակերպել։ Ինքը ուզում է եկեղեցում ունենալ դրածո, ինչպես ունի, չգիտեմ, արդարադատության նախարարը, դատախազը, քննչականի պետը, այդպիսի մի դրածո ունենա, որ ինչ որ ասի, դա էլ անեն։ Այսինքն եկեղեցում ինքը նման մեկն է ուզում եւ այդ մեկը ուզում է որ ծառայի թուրք-ադրբեջանական շահերին, ես սա պատահական չեմ ասում, որովհետեւ վերջերս տեսա, որ ինչպես Շվեյցարիայի եկեղեցում Հայրգուսանի կողմից, որ միացալ այդ իրադավներին, եկեղեցին տրամադրվել էր Վահագն Խաչատուրյան անունով մեկին, հասարակությունը հավանաբար իրեն չի ճանաչի, այդ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի Հանրապետության նախագահն է, մեր հարկերով, ասենք, աշխատավարձ է ստանում, պարգևավճարներ է ստանում, ոչ պակաս նույնիսկ ավելին, քան падգամավորները, եւ այս մարդը Շվեյցարիայի եկեղեցում խոսում էր թուրք-ադրբեջանական շահերի եւ թուրք-ադրբեջանական միջանցքի մասին, որ պիտի Հայաստանով անցնի, Հայաստանը դրա դիմաց ոչինչ չի ստանում, այս միջանցքը իբրև թե նոյեմբերի 9-ին բանավոր պայմանավորվածություն է եղել, Լաչինի միջանցքի գրավոր պայմանավորվածությանը զուգահեռ, այսօր տեսնում ենք հայաթափված Արցախ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները այսօր դատվում են Բաքվի բանտերում, Արցախում եղող սրբավայրերը քանդվում են ինչպես Ջրականի եկեղեցին, Բերձորի եկեղեցին, Հադրութի եկեղեցին, նաև տեսանք Քաշաթաղում ինչպես պարսկական մզկիթն էին ադրբեջանցիները քանդել, այսինքն 80-ից ավել եկեղեցի, մոտ 80-ից ավել վանք, մոտ 400 եկեղեցի, տասնյակ պատմամշակութային արժեք ունեցող գերեզմաններ, տներ, մանկապարտեզներ, դպրոցներ, պետական հիմնարկներ, որ ունեցել են Արցախում, այսօր Ադրբեջանի կողմից վանդալիզմի են ենթարկվում եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները որևէ ձայն չեն անում եւ իրենք խոսում են Ադրբեջանից դեպի Նախիջևան ադրբեջանցիների այսպես անարգել երթևեկի մասին եւ դրանից իբրև թե մեր օգուտների մասին։ Այսինքն որ կներեք, այս անհանգստությունների մասին որ խոսում եք, ազգային հարցերի մասին եկեղեցին որ խոսում է, դա է երևի թե իշխանությանը մտահոգում, որովհետև հիշում եք վեհապարը երբ որ Շվեյցարիայում արցախցիների իրավունքների մասին խոսեց, դրանից անմիջապես հետո սկսվեցին եկեղեցու վեհապարի հանդեպ այս քաղաքականությունը։ Արդյոք եկեղեցին հոգևորականը իրավունք չունի Հայաստանի ազգային հարցերում, Հայաստանի որոշակի քաղաքական իրավիճակներում տեսակետ հայտնի։ Նախ մենք այս երկրի քաղաքացի ենք բացի հոգևորական լինելուց եւ առավել եւս հոգևորական լինելով մենք պարտավոր ենք այդ հարցերի շուրջ բարձրաձայնել։ Իրենք որ համարում են դա քաղաքականությամբ զբաղվել, էլ դա սխալ մեկնաբանության արդյունք է, սա քաղաքականություն չէ։ Սա մեր սրբավայրերն են, մեր ազգային, հոգևոր, մշակութային արժեքներն են, մեր եղբայրներն են եւ պետական մակարդակով տեսնում ենք իրենց իրավունքները չեն պաշտպանվում։ Կարելի է ասել
հանդիպումների ժամանակ Ալիևը պաշտպանում է Բաքվի շահերը, Նիկոլ Փաշինյանը նույնպես պաշտպանում է Բաքվի շահերը։ Նախկինում ասում էր պիտի այնպիսի մի sense պայմաններ ստեղծվի, այնպիսի sense եռակողմ բաներ ընդունվի, որ բավարարի Ադրբեջանի ժողովրդին, Հայաստանի, Արցախի ժողովրդին, եւ հետո ասենք քիչ-քիչ Արցախի ժողովուրդը դուրս եկավ այդ շրջանակից, Հայաստանի ժողովուրդը դուրս եկավ եւ մնաց միայն Ադրբեջանի ժողովրդի պայմանները բավարարող պայմաններ։ Եվ հիմա էլ տեսնում ենք ինքը խոսում է խաղաղությունից եւ հասկանում ենք, որ խաղաղություն չի կարող լինել, երբ որ ռազմական բալանսի հավասարություն չկա եւ ինքը ամեն ինչ անում է 2018 թվականից սկսած մինչև այսօր, որպեսզի այդ ռազմական բալանսը չվերականգնվի։ Սկսած գեներալներին քննադատելուց, բարձրաստիճան զինվորականներին վարկաբեկելուց, մինչև բանակում եղած այդ վարչական ապարատը ուռճացնելուց եւ զինվորների թվի պակասացումից, որի դասական օրինակն է բանակը 1.5 տարի դարձնելը Ադրբեջանի պահանջով։ Տեր Վրդանես, իշխանությունը նաև այսօր մեղադրում է եկեղեցուն, ասում է, արդյոք նախկինում խնդիրներ չկար, որի մասին չէիք խոսում։ Նախկինում եկեղեցին միշտ էլ բարձրաձայնել է այդ խնդիրները եւ փառք Աստծո, պատշաճ բարձրաձայնել է ամենաբարձր մակարդակով, բայց նախկին իշխանավորները, այսպես ասեմ, իրենք չեն արձագանքել նույն կերպ, ինչ որ Նիկոլ Փաշինյանն է արձագանքում։ Օրինակ Միքայել Սրբազանի կարող եք գտնել Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանին քննադատումները, բայց որևէ անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Ռոբերտ Քոչարյանի կամ Նիկոլ Սերժ Սարգսյանի մտքով չի անցել իրեն ձերբակալ, եթե նույնիսկ անցել է, փաստացի չեն ձերբակալել անհիմն կերպով։ Այսինքն Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ որ քննադատում էր Նիկոլ Փաշինյանը, դա չի տեսնի, չի լսի, որովհետև իրենք սովորաբար կույր են, այն իրենց ինչ-որ ձեռք չի տալիս։ Տեսնում ենք նաև լրագրողների հանդեպ, ինչպիսի ասենք բիրտ արձագանքներ ունեն իշխանավոր պատգամավորները, պաշտոնյաները, երբ որ լրագրողը հարց է տալիս, իրենք հարցը այնպես են պտտում, որ երբեք հարցի ուղիղ պատասխանը չի լինում։ Մոտավորապես այսպես էլի, որ Իբսիմե Էջեբեջյանը Ստեփան Ասատրյանին ասում է հյուրականի եկեղեցու Բաքվում կոշիկ վաճառել ես, թե չէ։ Եվ ինքը ընկնում է սարուձոր, վերջում էլ ասե կարող է հյուրականի հոգևոր հովին վիրավորի, բայց հարցին չի պատասխանում, ախր կոշիկ վաճառել է, թե չի վաճառել։ Հարցը վերաբերում է իր կոշիկ վաճառելուն։ Այսինքն եթե Տեր Վրդանեսն է ասում, որ կոշիկ ես վաճառում, պիտի պարտադիր Տեր Վրդանեսի հասցեին մի երկու ավել պակաս բաներ խոսես, դու ընդամենը պատասխանի հարցին, կոշիկ վաճառել ես, թե չես վաճառել։ Փառք Աստծո, Տեր Վրդանեսը մոտ 18 վկա ունի, որ կարող են ասենք փաստեն եւ եթե սուտ է ասում, կարող ենք իր սուտը նաեւ բացահայտել, իր երեսին էլ կանգնեն այդ մարդիկ, ասեն, որ ինքը ստախոս է։ Բայց այն իրենց զարմանալիորեն այս մարդկանց մի մասը Նիկոլ Փաշինյանին միանալուց հետո սկսում է սուտ խոսել։ Եվ ասենք այդ սուտ խոսել իրենց մոտ կարծես sense վարակիչ լինի։ Ես ասենք նաև ասենք Տիրադավ եպիսկոպոսներից մի մասի sense հարցազրույցներն եմ տեսնում, որ իրանք սկսում են այնպեսի սուտ բաներ ասել, որ ասենք նախկինում երբեք նմանատիպ բաներ իրենցից չենք լսել, այսինքն Նիկոլ Փաշինյանի մոտ այս ստախոսությունը, որ քրոնիկ բնույթ ունի, նաև բավական վարակիչ է եւ իրեն միացող է Տիրադավների, իրենց ենթակայության եղողների եւ վերջի շրջանում ասենք Մասյացոտնի թեմում կատարվող ուղղակի աբսուրդի ժանրից է։ Ոնց կարելի է բարերարի կողմից կառուցված եկեղեցին առաջնորդանը, որ բարերարը կառուցել է որպես Ասիացոտնի թեմի առաջնորդարան եւ մայր եկեղեցի, վերածվի ոստիկանական հենակետի։ Եթե մեկը կա, որ ուզում է բարերարություն անի, ոստիկանական հենակետ ստեղ կառուցի, թող իրենք այդպես իմ քայլը հիմնադրամի բարերարներից, որոնք բավական շատ են, կամ Աննա Հակոբյանի հետ ընթրիքի մասնակցողները, որոնք sense միլիոններ են տալիս իր ընթրիքին մասնակցել, այդ գումարներով թող օրինակ Մասիս քաղաքում կամ քաղաքի շրջակայքում գեղեցիկ, նույնիսկ ավելի շքեղ Մասյացոտնի առաջնորդանից թող ոստիկանական հենակետ կառուցեն, մենք դրան դեմ չենք,
բայց առաջնորդանը ներխուժել եւ օգտագործել որպես ոստիկանական հենակետ, որտեղ ասենք գաղափարի օրինակ նկարը վերջին օրերից առաջնորդանից հանվել է, ասենք Տիրադավ եպիսկոպոսին վերևից եկած պատվերի համաձայն կամ համայնքապետերին, իրենց տեղակալներին, համայնքային ոստիկաններին ուղարկես քահանաների մոտ եւ քահանաներին ասես, որ չմիանաք մեզ, էս կանենք, այն կանենք, ձեր մասին էս նյութ ունենք, ձեր հետևից կընկնենք, էս խնդիրը կստեղծենք, այսինքն ահաբեկման, էս շանտաժի մթնոլորտը պատշաճ չէ։ Մենք պիտի քաղաքացիներ կերտենք, նաև քաղաքացիներ, որոնք ազատ իրենց կամարտահայտությունն են անում, ոչ թե ստրուկներ։ Այսօր Նիկոլ Փաշինյանը իր կողքը ձևավորել է ստրուկների խումբ, որոնք իր կամքը կատարում են եւ իր ականջին հաճո բաներ են ասում։ Երեք հայտնի դարձավ, որ եպիսկոպոսատ ժողովը Հայաստանից դուրս է լինելու, Մայրաթոռը պարզաբանեց, որ դա իշխանության կողմից ճնշումների, բռնաճնշումների պատճառով է, նաև ասվեց, որ հրավերներ են ուղարկվել բոլորին, այդ թվում ձեր նշած Նիկոլ Փաշինյանին միացած եպիսկոպոսներին։ Արդյոք այս ժողովի օրակարգի հետ կապված որոշակի հստակեցում կա, ինչի մասին է լինելու օրակարգը եւ ձեր կարծիքով ինչ պետք է փոխի այդ ժողովը եկեղեցու եւ իշխանության հարաբերություններում։ Նախ ասեմ, Տիրադավի եպիսկոպոսները կարծում եմ այդ ժողովին չեն մասնակցի եւ Նիկոլ Փաշինյանը իրենց թույլ չի տա Հայաստանից գնալ եւ մասնակցել այնտեղ ժողովին, որտեղ իրենք են կարելի ասել ստրուկի կարգավիճակում են Նիկոլ Փաշինյանի ենթակայությամբ, այսինքն հավանաբար կարող է նույնիսկ իրենց անձնագրերը համացանցում այդպիսի տեղեկության հանդիպեցի, իրենց անձնագրերը վերցրած լինի, ինչպես ժամանակին հոգևորականներին 18 թվականի այդ ադրբեջանա-թուրքական այս հեղափոխությունից հետո ինքը եպիսկոպոսներին զրկեց դիվանագիտական անձնագրերից, այսինքն այս Տիրադավներին ինքը չի արտոնի, որոշումը շատ տեղին որոշում է, ճիշտ որոշում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանի եւ իր ենթակայությամբ գործող կամակատարների կեղտոտ ձեռքերը չհասնի ժողովականներին եւ չկարողանան ժողովում մարդկանց կամարտահայտությանը խոչընդոտել, որովհետև տեսնում ենք իրենք ամեն միջոցի դիմում են, որպեսզի մարդիկ ազատ կամարտահայտություն չունենան, խոսքի ազատության խնդիր կա, տեսեք, ասենք Միքայել Սրբազանը դատվում է իր օրագրում մեջ առած գրառումներով, Բագրատ Սրբազանը դատվում է իր խոսացած եւ խոսացածի մոնտաժած նյութերով, այսինքն այն հատվածները, որ իրենց ձեռնտու չի հանում են, մարդիկ դատվում են ինչ-որ մեկի ազգականը, բարեկամը լինելով, հարազատը լինելու պատճառով, կողմնակից, օրինակ Արագածոտնի թեմի մեր բարեխնամ առաջնորդը այսօր կալանավայրում է, Սրբազան հայրը որևէ մեղք չունի, ինքը ընդամենը վեհափառ հայրապետի քրոջ տղան է, ազգակցական կապ ունի եւ գիտեին, որ ինքը ուխտապահ հոգեվորական է, որևէ ձևով չի միանա Տիրադավներին, որպեսզի մյուսներին վախացնեն, իրեն ձերբակալեցին եւ սենց կարելի ասել մասկաներով շոյով, էլի առաջնորդան սենց ներխուժելով, դիմակավորված անձանցով, այսպես Սուրբ Մարիանը եկեղեցու կանքաղ դուռը փակելով, սենց այդ ամեն ինչը նկարահանելով, այնտեղ սեֆերը կտրելով, չգիտեմ, եղածը սենց ուրճացնելով, տեսեք, ասենք օրինակ բենզինի չեք ենք հայտնաբերել առաջնորդում, դա նորմալ է, օրինակ եթե մեր տանը 150 լիտր բենզինի չեք գտնեն, գուցե մի քիչ շատ լինի, բայց ասենք առաջնորդանում, ասենք գտնելու դեպքում, ասենք շատ բնական է, որ թեմի մեքենաների վառելիքն է, կամ օրինակ այնտեղ հուշանվերներ եւ այլն նկարել մոտավորապես այնպես, ոնց որ Սրբազանի զարդատուփն են կտրել, էդ էլ իր զարդերն են անձնական, ասենք, ուղղակի աբսուրդի ժանրից է, էլի, եւ հետո էլ ասենք այս ապօրենի կալանքները թեմի այն վարչական մասը ղեկավարող անդամների եւ Տեր Գարեգինի, Տիկին Նայրայի թեմի այսպես ասեմ, համակարգիչները արգրավելը, քահանաների տները խուզարկելը, տներից համակարգիչների կրիչները, քահանաների հեռախոսները, իրենց կանանց, երեխաների, ծնողների հեռախոսները արգրավելը, երբ որ ընդամենը քահանաներին վրկայի կարգավիճակով են հրավիրում եւ տեսնում ենք, ասենք կարող է այդպես սուտ զրպարտության
հիման վրա, ինչպիսին անում է Ստեփան Ասատրյանը կամ Արամայիս Թովմազյանը, եւ այսօր էլ ասենք արդեն 12-13 օր է Նարեկ Սամսոնյան օրինակ անազատության մեջ է, մարդը առողջական լուրջ խնդիրներ ունի, իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում։ Այսինքն կարող է ազգային ժողովի նախագահան իրենց վիրավորել, հայոյել եւ իրենք պատասխան հայոյանք տալուց հետո ձերբակալվեն եւ տարվեն կալանքի։ Եվ վերջում ամփոփելով, մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը կարող է եւս մեկ անգամ մայրաթոռ գնալու, այսպես հրանգավորում տալ եպիսկոպոսներին կամ անձամբ ինքը ներկայանա մայրաթոռ։ Այս սցենարները դուք նախատեսել եք, այսինքն հնարավոր սցենարներ եկեղեցի նախատեսում է իշխանության այս քաղաքականության եւ արդյոք վեհապարը ձեր տպավորությամբ իսկապես ոչ մի վարկյան չի մտածում հեռանալու մասին։ Հետաքրքիր բան ասեմ, թե ինչ կարող է անել, ասենք հոգեբուժանի X հիվանդը, դա ասենք դա որևէ մեկը չի կարող կանխատեսել, իր արարքները նորմայի շրջանակում չեն, վարչապետի իրավասության շրջանակում չեն, ինքը համարում է, որ այն ինչ որ կարող է իր աթոռին վտանգ սպառնալ, դա պետության անվտանգությանն է վտանգ սպառնում, այսինքն ցանկացած ընդդիմադիր գործիչ, այդ թվում ասենք, եթե ընդդիմադիր հայացքներով եկեղեցական կա, որ դեմ է Նիկոլ Փաշինյանին, ուրեմն պետական անվտանգության սպառնալիք է։ Ինքը չի տարբերում իր աթոռը եւ պետությունը։ Օրինակ պետության անվտանգության սպառնալիք է ջերմուկի հատվածում ներխուժած ադրբեջանական զորքը։ Սա է պետության անվտանգությանը սպառնալիք։ Եթե հաղորդումը ինքը կլսի, թող հասկանա, որ ինչը կարող է ասենք Գորիսում, Ղափանում, Ջերմուկում մեր տարածք ներխուժած ադրբեջանական զորքը պետության անվտանգությանն է սպառնում։ Իսկ օրինակ Բագրատ Սրբազանը, 17 արդարները, Միքայել Սրբազանը եւ մնացած քաղբանտարկյալները կարող են սպառնալիք են, բայց իր աթոռի համար, ոչ պետության, առավել եւս պետության անվտանգության նկատմամբ, որովհետեւ իրենք շատ ավելի պետականամետ գործիչներ են, քան այսպես ասեմ իշխանավոր Նիկոլ Փաշինյանը, որը պետական մտածողություն չունի եւ պատրաստ է ամեն զիջումների Ադրբեջանին, Թուրքիային իր աթոռը պահելու համար եւ կարելի ասել Ադրբեջանն ու Թուրքիան իրեն մինչեւ ընտրություններ ժամանակ են տվել վերարտադրվելու համար եւ տեսնում ենք Ադրբեջանի արտգործնախարարի մակարդակով իրեն նաեւ աջակցում են, որպիսի ընտրություններից հետո նաեւ հաջորդ փուլ են իրենց ցանկությունները կարողանան բավարարել, որովհետև Նիկոլ Փաշինյանը նրանց բոլոր ցանկությունները բավարարում է եւ այդ ցանկությունների բավարարումը մեզ հասարակությանը խաբեությամբ ներկայացնում է իբրև թե մեր շահերը։ Օրինակի համար սկսած այդ ադրբեջանա-թուրքական միջանցքով, որ պիտի Հայաստանը այնպես է ներկայացնում, ոնց որ մենք ենք Ադրբեջանով այդպես անցնում Ռուսաստան եւ ադրբեջանցի սահմանապահի պիտի երես չտեսնենք եւ մեր շահերից է բխում։ Ասենք այդ միջանցքից որ խոսում է, իմ մոտ տպավորություն է, որ սա Հայաստանից դեպի Արցախ, Արցախից էլ դեպի Ռուսաստան միջանցքի մասին է, որ մենք անարգել պիտի գնանք եւ այդ միջանցքով անցնենք։ Բայց իրականությունը, դառը իրականությունը այլ է։ Նիկոլ Փաշինյանը իր կառավարման ընթացքում ամենաշատ արճակաբախումներն է նաև հրարել, իրենք պատերազմի իշխանություն են, բռնությամբ, փողոցային այսպես բռնություններով, ճանապարհ փակելով, մարդկանց հրմշտելով, անհարմարություններ ստեղծելով, պետության կյանքը այս պարալիզացնելով իշխանության եկած եւ տեսնում ենք իրենց ժամանակ, ասենք պատերազմի հերձիկ եղան, իրենց անպատասխանատու հայտարարություններով ունեցանք բազմաթիվ զոհեր, ունենք բազմաթիվ վիրավորներ, հաշվանդամներ եւ մեծականակ, ասենք, այսպես ասեմ, զենք, զինամթերք հանձնեցին Ադրբեջանին իրենց պարտության եւ կապիտուլյացիայի արդյունքում, որը եղավ արցախահայերի նաեւ բռնի տեղահանումը իրենց պատմական հայրենիքից։ Ձեր կոշտ գնահատականների համար մտահոգություն չունեք, որ ինչ-որ պահի ձեզ եւս ազատությունից կզրկեն։ Այսպես ասեմ, կոշտ գնահատական չեմ տալիս։ Ես սովորաբար նույնիսկ ասենք վերջի անգամ մի տեղ էի գնացել, ասենց բոլոր նստածները իրեն հայոյում էին,
մեկ էլ մեկը բատեր այ դուք ինչու չեք հայում, ասի կանոնագիր կայոցի այս ինչ ժողովը կա, այնտեղ այս ժողովի 4-րդ կետը վերաբերում է, որ քահանաները պիտի չհայոեն, այդ կետը հաշվի առնելով ես այդ հարցերի շուրջ կարծիք չեմ արտահայտում, կոշտ գնահատականներ չի, դառը իրականությունն է, որ Նիկոլ Փաշինյանը եւ ԿՊԱ-ականները իրենց իշխանական լրատվամիջոցներով փորձում են դառը իրականությունը ժողովրդին չասել։ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելուց հետո թող խնդիր ունի ինչ տարածքներ պիտի տա Ադրբեջանին, այսինքն ինչով պիտի հատուցի եւ մեր ազգային արժեքներով պիտի հատուցի Նիկոլ Փաշինյանը իր վերարտադրվելու համար։ Իսկ մենք կուզենք, որ Նիկոլ Փաշինյանի փոխարեն ապագա մեր իշխանությունները լինեն հայրենասեր, աստվածասեր եւ իրենք նաեւ առաջ տանեն մեր ազգային, հոգեվոր, մշակութային։ Ինքը իրեն աստվածասեր է համարում, պատարակների ամեն կիրակի գնում է, սաղմոսներ է կարդում։ Այսպես ասեմ, ինքը պատարակների գնում է ոչ թե աղոթելու, այլ կաթողիկոսի անունը զեղչելու համար։ Այսինքն իր նպատակը չարությունն է, ատելությունն է։ Ինքը իր շուրջը այնտեղ չի ունենում, այսպես ասեմ, կարգի մեջ հաստատ հոգևորականներ, ուխտին հավատարիմ հոգևորականներ, սովորաբար ինքը աջակցում է այն հոգևորականներին, որոնք դուրս են գալիս Մայրաթոր Սուրբ Էջմիածնի, Վեհափար Հայրապետի դեմ, այսինքն իր շուրջը տիրադավ հոգևորականներ են, շատ անգամ կարգալույց, ապազգային դիմագծով, տեսանք ինչպես օրինակ Հովանավանքում Ստեփան Ասատրյանը ինքնիրավչությամբ է զբաղվում, այսինքն Հովանավանքից դուրս չի գալիս, պետական պաշտոնյայի Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ եւ վերջի անգամ էլ հունվարի 15-ին ինքը նախկին կարգալույց եղած ԱԲՂ-ի Արմեն Առաքելյանի, որ ասենք sense ազգային հոգեվոր մշակութային հարցերում շատ ապազգային գաղափարների կրող է, տգետ մեկն է եւ նրան իրավունք էին վերապայել այդ օրը պատարակ մատուցել այնտեղ։ Այսինքն հերիք չի իրենք զավթած պահում են Հովանավանքը, մի բան էլ ում ուզեն տրամադրում են։ Այսինքն 1/3 անձի էլ, որ նախկինում հայտնի է իր ապօրենություններով, սկսած ասենք տարբեր զեղծարարություններից եւ նմանատիպ անձանց իրենք հնարավորություն են տալիս։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը չի գնում եկեղեցի պատարակի մասնակցելու։ Ինքը գնում է պատարակից ինչ որ հատված զեղչելու։ Ինքը չի օգնում, աջակցում կամ համագործակցում հոգևորականի հետ, որը իր ուխտին հավատարիմ է, այլ ուխտադրուժ, տիրադավ հոգևորականների հետ է իր շփումը, կարգալույց հոգևորականների, որոնք էլ ասենք իրեն, այսպես ասեմ, ականջահաճո բաներ են ասում։ Ստեփան Ասատրյանի վերջի քարոզներից մեկը տեսա, Նիկոլ Փաշինյանին ասում է դու Հերովդեսի նման չես, որ չլսեցի, ուղղակի ականջներից չհավատացի, ախր շատ է նման Հերովդեսին։ Հերովդեսն էլ Հովանես Մկրտչին էր, չէ, հալածում վերջում բանտարկեց եւ գլխատեց։ Եվ Նիկոլ Փաշինյանը ինքը դասական Հերովդեսի նման մեկն է։ Գուցե ասենք նաեւ կարող էր Հերովդեսից բացի ավելացնել, որ դու նման ես նաեւ Պիղատոսին, երբ որ մեկի վրա մեղքը գցում ես, հետո ձեռքերդ լվանում ես, ասում ես անմեղ եմ։ Գուցե ասենք կարող էր ընտանեկան օրինակ բերեր, ասեր, որ դուք եւ ձեր կողակիցը, որը Զաքսով կամ եկեղեցով ամուսնացած չի ձեր հետ, Աքաբին եւ Հեզաբելին եք նման։ Գուցե քարոզի մեջ ասեր, որ մեր տիրադավ եպիսկոպոսները շատ նման են Կորխին, Դաթանին, Աբիրոնին, որ Մովսեսի եւ Ահարոնի դեմ դուրս եկան։ Նմանատիպ օրինակներ ինքը կարող էր Աստվածաշնչից բերել եւ ես բավական լիահույս էի իր նկատմամբ, բայց տեսա չէ, այն միջակ sense շողոքորթելու, քծնելու, խափելու, ասենք դու լավ գիտես, որ Նիկոլ Փաշինյանը ում է նման Աստվածաշնչից։ Բայց ասում ես դա նման չես, ոնց նման չի, շատ էլ նման է, ինքն էլ գուցե մի օր կարդա Աստվածաշունչը, հասկանա, որ ինքը ում է այնտեղ նման։ Եթե օրինակ Թվոց գրքի 16-րդ գլուխը բացեն, կտեսնեն իրենք շատ նման են Կորխին, Դաթանին, Աբիրոնին, որոնք ասենք Մովսեսի, Ահարոնի դեմ էին դուրս եկել, տիրադավ եպիսկոպոսների վիճակը այսօր այդպիսին է, ցավոք սրտի։ Իրենք իմ հարգանքը նախկինում էլ ես բազմաթիվ անգամներ իրենց պատճառով, ասենք, sense այս հագուստ ունենալու շնորհիվ փողոցում մարդկանց կողմից քննադատության եմ ենթարկվել, մտածելով, որ իրենց
կողմնակից եմ, աջակից եմ, այնպես ասեմ, իրենք իմ համար միշտ էլ իդեալ հոգևորականի օրինակ չեն եղել, առավել եւս հիմա իրենց այս ուխտադրուժ կեցվածքով ես ամաչում եմ իրենց փոխանեն, որ մարդը կարող է ուրանալ իր հավատքը, իր եկեղեցին, դեմ դուրս գալ Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, Վեհապար Հայրապետին, ուխտապահ իրենց հոգևոր եղբայրներին, հազար ամոթ նմաններին։ Եվ փառք Աստծո, անցյալ օրը ասենք ոստիկաններից ոմանց ներքին խոսակցության մասին տեղեկացա, ասում է գնացինք, sense պարտադրեցինք, էս արեցինք, այն արեցինք, բայց այդ տերայրը ոչ մի ձևի չհամաձայնվեց միանալ մեզ, Մասյացոտնի թեմի քահանաներից մի երկուսի մասին էր խոսքը, եւ ես ասենք հիացա, որ տերայրը կար այնքան արժանապատիվ պահի իրեն, որ այն Տիրադավ եպիսկոպոսի եւ Նիկոլի կողմից իր վրա ուղարկած ոստիկանները հիանան իր մարդկային բարձր որակներով եւ կերպարով։ Եվ իմ համար օրինակ այդ Մասյացոտնի թեմի տերայրներն են, եւ եթե մի օր Նիկոլ Փաշյանի այդ կեղտոտ մեթոդներով, ոչ օրինական մեթոդներով բռնաճնշումները ինձ հասնեն, ես ինձ կպահեմ են Մասյացոտնի արժանապատիվ են տերայրների նման, որոնք իրենց արժանապատիվ են պահում։ Այլ կերպ պահելու որևէ մեկս իրավունք չունի։ Շնորհակալ եմ։ Աստված օրհնի, ամենալավն ու բարին։ Ես էլ շատ շնորհակալ եմ։ Հրավերի համար ձեզ ամենայն բարիք եմ մաղթում։